Արդեն կարող եք անջատել ձեր ուղեղը։ Դինել եմ առաջի աղջիկը Հայաստանից, ով գրավել է ամբողջ աշխարհը։ Բարև Վենյա ջան։ Ինչպե՞ս ես։ Երկու բառով դարձավ հայտնի ամբողջ աշխարհում։ Անկեղծ փոքրից ինձ ասել են, որ ես փոքրիկ Շակիրա եմ։ Չիկա բամբիտ ես եղել։ Ես չեմ ասում, որ ես չեմ ամուսնանա, մինչև 30 տարեկան ջեմ կմնամ, սենց են ասում։ Բրավո։ Երեխեք, բայց հետևորդները ես լցրել եմ, թե ինչ եմ արել։ Տրեշ կոնտենտ է, ու այնքան որ տենց պատմիսկա են տալիս, որ բաց չթողեն։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպես ես միշտ ասում եմ, պոդպիսչիկներ, իմ շատ սիրելի կուկուներ, արդեն կարող եք անջատել ձեր ուղեղը, ուշադրությունը սևեռել դեպի էկրանի այս մեջտեղի հատվածը, որտեղ խոսում է շատ մի գեղեցկադեմ երիտասարդ, որովհետև մենք արդեն կապի մեջ ենք, իսկ իմ այսօրվա հյուրն է Վենյան, բարև Վենյա։ Բարև։ Ինչպե՞ս եք։ Մերսի, լավ, դու։ Օ, հարցրեց, ես էլ եմ լավ, շնորհակալություն։ Ես միշտ նշում եմ էլի, որ որովհետև հյուրերը հիմնականում չեն հարցնում, իսկ դուք, ես էլ նեղվում եմ, բայց մի խոսքով, քանի որ դուք հարցրեցիք, շնորհակալություն, մի անգամից կարամ անցնեմ դուի։ Այո։ Ուրեմն Վենյա, այսպեսի հարցից սկսեմ։ Դու վերջին շրջանում մեր, այսպես ասած, մեդիայի ամենաքննարկվող ու միևնույն ժամանակ ամենաքննադատվող անձնավորություններից ես։ Ճիշտ է։ Այո։ Քո կարծիքով ինչի է այդպես։ Դե երևի սենց ռիսկային դեռ Հայաստանում մարդ չի եղել, ով չնայած սենց массой, на такое большое количество хейта продолжил бы свое любимое дело. Мне кажется, поэтому. Ոսկին դա քո սիրելի գործն է։ Այո։ Իսկ ինչ ես ասում ռիսկային այդ դեպքում։ Ոնց ասեմ։ Сейчас. Таким русаряне. Там большое количество людей, которые привыкли к тому, что блогер может вести такое. Танцевать на камеру, показывать свою жизнь. Здесь, в Армении, не все это делали. И Иркянка. Вот. Поэтому институма, да, я почара. Այսինքն չէ, ամեն դեպքում, բայց դու նկատում ես կամ ենթադրում ես, որ քո կոնտենտը ամեն դեպքում տենց արձագանք կարա բերի, որովհետև մի քիչ ոնց որ դու ես նշում, մի քիչ չէ, ես մի քիչ ավելացնեմ կողքից, մի քիչ շատ անսովոր է ու երևի թե շատերի համար անհասկանալի։ Այո, կարա լինի։ Օրինակ մի հարց, շատ է ուզում ես հարց տալ, որովհետև ես երբ որ նայում եմ, այդ քո, այսպես ասած, թրենդը, որտեղ դու ռիլերում ինչ որ շարժումներ ես անում ու ասում ես ինչ որ արտահայտություններ։ Այո։ Դա ի՞նչ է։ Դա թրենդ է հենց դա։ Բայց դրա, այսինքն, այդ որտեղից է եկել։ Դա եկել է դրսից, Ռուսաստանից։ Տեսնում Հայաստանում ես միակ մարդն եմ եղել, բայց ինձնից հետո իհարկե բոլորը սկսել էին դա անել։ Բարձում է Վենյան ֆիրմա բլոգերը։ Մարդիկ դրսից են օրինակ վերցնում, չէ՞, բա մենք այդտեղ կստամնելիներով, կատակ եմ անում, բայց դա ինչ որ տենց ինչ որ գաղափար ունի իր մեջ այդ ֆրազները, այդ օրինակ շարժումները, թե ինչ որ ուղղակի ինքը В основном это что там? Օրինակ խոսքեր, որոնք որ աղջիկը լսում է տղայից, շատ հաճախ։ Այսինքն արժանիր։ Դու ես մեղավոր։ Դա տղաները շատ են, չէ՞, ասում, то есть там в одном видео собраны սաղ տղամարդկանց խոսքերը։ Դա տղաներն են շատ ասում, թե իմանալական կարծիքով աղջիկները ավելի շատ են։ Այդ վիդեոն դառնա շատ հետաքրքիր, տարօրինակ, սենց ասեմ, ու ունենա լիքը դիտումներ, մենք ավելացնում ենք նույն բանը երկու անգամ։ Նույն շարժումը երկու անգամ, вот։ Ես առաջարկում եմ մեր հաղորդումները շարունակենք նկարել այս ֆորմատով։ Պատկերացնում ես, ես նստած եմ, բարև Վենյա ջան։ Ինչպե՞ս եք։ Ու նորից, ну типа второй раз երկրորդ անգամ ասես արդեն ավելի Բայց կարող է ինտոնացիան փոխեմ երկրորդ անգամ։ Ապա։ Բարև Վենյա ջան։ Ինչպե՞ս ես։ Հաստատվում է մոտ։ Չէ, բայց անկեղծ շատ տարօրինակ է, չէ, եթե լրջին անցնենք, լրջին։ Մենք լրջի մեջ էլի խոսենք։ Հա, այն որ գիտես ինչ կարգի տարօրինակ, որ ոնց ասեմ, բաներ կան, չէ, որ քո համար այնքան տարօրինակ են լինում, որ մի տեսակ են որ վանի։ Այ ինձ թվում է, իմ կարծիքով, այդ որ ասում ես հեյթերների եւ հեյթի տենց ալիք կա, դեպի քեզ միգուցե դրանից է։ Բայց նայում են, չէ՞, հետաքրքիր է նայում են, այդ դիտումները հո լցրած չի, նայում են, լայքում են։ Իսկ երբևէ եղել է միջադեպ, որ դե պարզ է բոլորիս էլ ու հիմնականում հեյթը տենց է, չէ՞, կոմենտներում մտնում են, ինչ ասես գրում են, որտեղ դե կոմենտներում ոչ մեկին չի հետաքրքրում ինչ կգրի, մեկը իրանց ոչ տենում են, ոչ ճանաչում են, իսկ դրսում պատայել է, եղել է միջադեպեր, որ մոտենան ու ինչ որ տենց ագրեսիվ վատ կյանքում։
երբեք 3 տարի է որ Հայաստանում եմ ապրում, մի հատ դեպք չի եղել, որ այդ նույն խեյթերը կարող է այդ խեյթերը ինձ դրսում տնա, չմոտենա, բայց ասի վայ Վենյանը. В основном это самые добрые люди, которые меня на улице встречают, подходят, уверяют меня ираньше пита инс, устану меня им же пита. Вот, ради этого я и стараюсь. Окей, ասենք хейтер. Хейтерներ. Վիդեոն հավաքում է 1 միլիոն դիտում։ Այդ 1 միլիոն դիտումի մեջ, օքեյ, 100 կոմենտ խեյթ լինի։ Թող այդ 100-ը լինի։ То есть միլիոն դիտում ու 100 հոգի, որ ռիսկ անում գրի վատ կոմենտ, թող դա լինի, դա չլինի անկեղծ։ Ես նեղվում եմ։ Վիդեոյում տեղադրում, միայն լավ կոմենտներ են գրում, ասեն, վաու, Վենյա, դու տենց էլ էիր կարում, ինչ վաու, կլասն։ Այդ վիդեոն չի հավաքում լիքը դիտումներ, անկեղծ։ Անում ինչ-որ տարօրինակ բան, ասենք թե մեյքափ եմ անում։ Ես вообще փոքրից մեյքափ արտիստ եմ, 13 տարեկանից։ Չպես արմանում եմ, որ դու մեյքափ ես անում շատ լավ։ Դա դու տենց կարում ես, բայց սենց լիքը բաներ նկարի, բայց եղել է ժամանակ, որի ամբողջ կոնտենտը, օրինակ մարդիկ մի թեմա եմ թռնում, ուզում եմ սաղ պատմեմ։ Շատ լավ է։ Գոհենք, մենք ուրախ ենք, չէ՞ Ժորժ ջան։ Պատմեք։ Մարդիկ ուղղակի բան ունենք, կադվինի խնդիր ունենք մի քիչ, բայց երկու բառով դարձրես հայտնի։ Okay. Ես տեղափոխվել եմ Հայաստան, ունեցել եմ 200,000 հետևորդ։ Это была женская масса, женская аудитория. Աղջիկներ են ինձ наяում. Я красила, делала макияж. Это были мои подписчицы, которые просили туториалы, типа вон сам к своему цусурвения, вон сам каменерям мейкапа. В общем, такая аудитория у меня была. Հետո ես սկսեցի парել։ Այ որ սկսեցի парել։ Ահա, плюс 100,000. То есть արդեն դրսում ինձ ճանաչում են որպես TikTok-ի աղջիկ, այն աղջիկն է որ парում է, то есть такое вот. Կուկու։ Այո, չէ, կուկուն դեռ չկա, չէր ծնվել։ Կուկուն դեռ չի ծնվել, պատկերացնում եք, այսքան բանի ասել, արդեն կուկու իվերքան ամենահետաքրքիր բառն է, լսում եմ։ Հետո օրերից մի օր, ինձ սիրած բառը։ Արթնանում եմ, տեսնում եմ վիդեոն, որի մեջ ես ասում եմ ուղղակի այսինքն, չեմ հիշում որ վիդեոները դե անկեղծ։ Այն որ ասում էի այսինքն։ Ուղղակի ասում էի այսինքն կուկու, հələ կուկուին նայ, ու այդ 3 ֆրազան մի անգամից գմփսրել է։ Այդ 3 ֆրազայի մեջ իմ կարծիքով բան չկար, որովհետև դա իմ ամենօրյա խոսքերն էր, իրոքից։ Հետո ես էլ չգիտեի, որ դա իմ սիրած բառերն է, քանի որ им галереян листала свою галерею, фотопленку, у 5 տարվա վիդեոներ, որտեղ ես աղբորս ասում եմ, այսինքն, ապեր այսինքն, չեմ գնալու ես այդտեղ, то есть что-то такое, это ասում եմ, լավ, իրոքից այդ բառը իմն է, всё, это моё слово, я его запатентовала, кстати. Այդ այսինքն դա ոչ թե որևէ կերպար է, այսինքն վարակեց։ Այսինքն դա ոչ թե որևէ կերպար է, այլ ну как бы получается, что ты такая сама. Да. Չէ, այսինքն չես հորինել, այսինքն այդ ձևը, այդ կուկու կամ այսինքն դու ինքդ տենց ես եղել մանկուց։ Ոչ, մանկուց։ Այնքան ունեմ ծանոթներ, որ ասում են, Վենյա, օգնի, խնդրում եմ, օգնի մի հատ, մեզ էլ մի հատ բառ հորինի, որ այդ բառը մեզ ճանաչեն։ Ասում եմ, մայ մարդ էտիմ ներսից պետք է լինի։ Կյանքում իրոքից մարդիկ գնահատում են քեզ ոնց։ Նենց ոնց որ դու կաս։ То есть ես տենց էի, մարդիկ գտան այդ իզումինքան իմ մեջ։ То есть եթե մարդ ուզում է ինչ-որ подделать что-то, որ մարդու դուրը գա, я про аудиторию, аудитория մասնա, չի ստացվի։ Կարող է մեկը գմփսնի, բայց մարդ չի գնահատի դա։ Կգնահատի այն մարդկայինը, ну то есть в личной жизни какая-то есть, такая я такое показываю, ոնց կամ, անկեղծ։ Լավ, իսկ դու անընդհատ ես նկատում եմ, որ քեզ փորձում ես տարբեր ձևաչափերում, տարբեր աշխատանքներում, հա, չգիտեմ, ինչ-որ դերասանության մեջ, երգի մեջ, քեզ ես փնտրում, թե ուղղակի տենց հաճելի զբաղմունքներ են կողմալ։ Очень нравится, շատ եմ ես սիրում, ինձ փորձել ամեն տեղ։ Карате, дзюдо, пение, гимнастика. Что хочу сказать, это очень круто, Ефермарт разносторонний. Ոչ թե փորձում է իր ամեն տեղ, այլ իրան իրոքից հավես է դա։ Ինքը ստանում է разные эмоции, ինձ թվում է իմ հայրենի վրա իմ аудитория просто улыбается, да? Вот. Да, իսկապես շատ լավ է։ Չեմ ուզում, որ ես դառնամ 60 տարեկան, ասեմ, блин, ես պետք է փորձեի всё-таки, ինձ փորձեի երգի մեջ։ Ես փոքրից երգում եմ, я и на вокал тоже ходила, потом забросила. То есть у меня всё было интервально. Մինչև ես չգտա ինձ, իսկապես։ Я это внимание, ես սիրում եմ ուշադրություն։ Ես սիրում եմ, երբ որ ես քայլում եմ, ինձ ուղղակի չգիտեմ, ժպտում են մարդիկ, չգիտեմ, просто я люблю улыбки ваши, честно. И когда вы ко мне подходите, երբ որ ես տեսնում եմ ձեր ժպիտը, ես հասկանում եմ, որ
դա իսկապես իզուր չի, որ ես կամ ստեղ ձեր հետ։ Բենյա, անկեղծ ասած մեր աուդիտորիայի հետ նենց էս խոսում, ինձ թվում է մենք Crocus City հոլում ենք, ու հիմա քո համերգն է, ես էլ հեսա հայտարարելու եմ Ռազմիկ Ամյանին ու գնամ ինչ-որ սենց վիճակ է գալիս։ Էմոցիոնալ է, շատ էմոցիոնալ եմ ես անկեղծ։ Դա նկատվում է միանգամից ու լավ է։ Օրինակ ես սիրում եմ, որ մարդիկ բացեն ու իրենց էմոցիաները ցույց են տալիս։ Հաստատ, ես չեմ պատկերացնում, որ ես ինչ-որ միտեղ չկարանամ ցույց տամ իմ էմոցիան։ Ուզում եմ ժպտամ, ժպտում եմ, չկա իմ մեջ, չգիտեմ։ Կարող է իմ չափ հետևորդներ ունեցող ինչ-որ մի ուրիշ մարդ, ասենք Ռուսաստանից, չէ, բլոգեր, կարող է ինքը սենց քայլի ուղղակի։ Բայց ես տենց չեմ, типа, я такая, какая я есть։ Հա, իհարկե կան տեղեր, կան մասսաներ, որտեղ ты должна типа себя вести не так, как дома։ Չես կարելի քեզ ցույցեմ, ասում տանն ես, ահա, քրոջ տես ոնց ես խոսում, ես։ Չէ, ամեն մարդ պետք է իմանա ոնց իրան պահի ամեն շրջապատի մեջ։ Вот։ Դա դու տանը ոնց ես։ Տանն ես, հիմա ոնց որ ստեղես դու տանն ես տենց։ Տանը ես շատ հանգիստ եմ, անկեղծ։ Հանգիստ, не знаю, իմ մեջ չկա ինչ որ ոնց ասեմ, հանգիստ ասելով ինչ նկատի ունի, թրավ միտքս անկեղծ։ Ուզում եմ ասեմ, էլի սենց ակտիվ ես, էլի տենց կենսուրախ, հա, տանը թե ավելի շատ ոնց որ։ Нет, ավելի շատ, нет, так, пассивно у меня дома проходит։ Շատ քիչ եմ ես տանը ախր գտնվում։ Լինում է որ գնաս ասենք, չգիտեմ, տուն ու հաճախա լինում, այսինքն որ, չգիտեմ, փակվես սենյակում, քո մտքերի հետ, քո համար հանգիստ նստես։ Իմ մտքերը անկեղծ գալիս են գիշերը, երբ որ ես արդեն всё նկարանումներից տուն եմ վերադառնում, վերջացրել եմ իմ բոլոր գործերը, հանդիպումները, ընկերուհիներիս հետ գործնական տենց, всё, я свободна, ночь, луна, звезды, и я, и мои сумасшедшие мысли։ Հա, դե որ մտքերը խելագարին դա միանգամից ելում է։ Իսկ լավ։ Այսպեսի բան, դու կարծեմ պրոյեկտ ես սկսել, Այո։ որը բավականին բարձր դիտումներ հավաքեց Այո։ ու չշարունակվեց։ Շարունակվեց, բայց շարունակվելու անպայման մենք ունենք տեխնիկական խնդիրներ, Այսինքն որոնք հույս ունենանք դեռ կարգավորվում են։ շարունակվելու է։ Այո, անպայման։ Ժողովուրդ կյանքը իմաստ ունի։ Վերջ շարունակվելու է, հանգիստ եղեք, մենք ոնց որ կարանք այդ հույսով ապրենք։ Դու սենց ես առհասարակ մարդկանց հետ միշտ սենց բաց եւ անմիջական եմ շփվում։ Քեզ օքեյ է, չէ։ Okay։ Որովհետեւ հիմնականում մարդիկ լինում է որ նեղանում են, բայց ոչ մի բան էլի ուղղակի սենց իմ անմիջական լինելուց մարդիկ չասեմ նեղանում են, մի քիչ ոնց որ վանում է։ Քեզ հուսամ չէ։ Նեղած կոտ ես։ Նեղած կոտ եմ, բայց քեզնից ոչ եմ նեղանա։ Հա, դե մենք վաղեմի ընկերներ ենք ես ու Վենյան, դե իրարից ոչ ենք նեղանալու։ Հա, մի հարց եմ ուզում տալ, քանի չեմ մոռացել։ Դու ասացիր, որ անընդհատ սիրում ես ուշադրության կենտրոնում լինել, ճիշտ է։ Փոքրից։ Ես քո էջից նկատում եմ, որ դու հիմնականում նաև հագնվում ես շատ գեղեցիկ, բայց համարցակ եւ ես կասեի բաց։ Դա ուշադրության կենտրոնում լինելու նպատակա թե դու ոչ ես սիրում ուղղակի։ Այս մեկը հաստատ ոչ։ Ուշադրությունը դա հագնվելու հետ կապված ընդհանրապես չի, քանի որ փոքրից ես սիրել եմ շատ sense գեղեցիկ, կրեատիվ շորիկներ հագնել, փոքրից անկեղծ։ Կարող է փոքր ժամանակ պապաս հայրիկս իսկապես չէր թողնում։ Հիմա ունենք փոքրիկ քուրիկ, իրան ամեն ինչ կարելի է անկեղծ։ Իրան ինքնոր շորտիկ հագնում, ասենք, բա դու մեր չէր թողնում։ Անկեղծ ես սկսել եմ երևի շորտիկներ հագնել 18 տարեկան։ Դարձա, ու всё, շորտики можно, и то вот такие вот бриджи։ Вот, քանի որ ես շատ կոմպլեքսներ ունեի։ Это л ասեմ։ Да, я не идеальная, ամեն մարդ, եթե հիմա չունի, հաստատ կունենալ Ժորժ ջան, ամեն մեկն իր կոմպլեքսին կհասնի, մի անհանգստացեք։ Հաստատ позади в прошлом։ Անցյալում։ Անցյալում ունեցել է կոմպլեքսներ։ Դա точно 100%։ Ես ունեցել եմ հիմա անկեղծ փորձում եմ հաղթարարել։ Ճիշտ ասեցի։ Нет, ну и ладно։ Դե չէ, ընդհանրապես Կարևորը դուք հասկացաք։ Հագուստի մասին ոչ, դա ուշադրության համար չի։ Ուշադրության կարիք ես ունեմ Գոնե մի բան ինձ ասել, սա իրանց հետ է խոսում, ես չգիտեմ։ Ուշադրությունը դա, смотрите, փոքրից ես սիրել եմ, օրինակ, быть в центре внимания։ Ես չեմ ուզեցել հագնեմ ինչ-որ շոր, որ այդ շորի համար ինձ նայեն։ То есть, չէ, ես սիրել եմ միշտ սիրում պարել, որ այդ պարը գրավին, то есть, փոքրից просто, անկեղծ փոքրից ինձ ասել են, որ ես փոքրիկ Շակիրա եմ։ Հայրիկս, մամաս, вот, ու այդ ուշադրությունը, որ հենց կոնկրետ իմ ծնողներն են ինձ տալիս, որ ես իրոքից ուղղակի աղջիկ չեմ, նման չեմ իմ ուրին հասարա, ровесниц։ Հասակակիցներին։ Այո, դες, բայց ուզում եի ասեի, то есть я неплохо так։ Вот, ինչ եմ ուզում ասեմ, դա շորի հետ կապված չի ընդհանրապես։ Ես կարամ հագնեմ, անկեղծ եմ ասում, հիմա
մի բնակարանից ուզում եմ տեղափոխվեմ մի ուրիշ, գիտեք ինչու, որտեվ արդեն գիտեմ մարդիկ իմ տեղը, որտեղ եմ ես ապրում։ Իհարկե բնակարանը ոչ, բայց պատիեզդը կարող է երեխեքը նկատում են ու շուխուր են քսել, կուկուն ընդեղ ապրում։ Всё։ Ինչ եմ ուզում փոխեմ, քանի որ ասեմ։ Նկատել եմ, որ դուրս եմ գալիս, ասում են հնկուկուն դուրս եկավ, то есть նկարում են, որ подъездից, а мне это не нравится анкерц։ Փորձում եմ հելնել որպես бомж, просто одеваю балахоны, штаны вот такие вот, не знаю, там просто шар, воздушный шар на ноге, маску одеваю, կեպ բայց չեմ տեսնում, որ sense ես ավելի շատ ուշադրություն եմ գրավում, ու մեկը ուշադրության կենտրոնում եմ։ Ինչ եմ ուզում ասեմ։ Այս մեկը իհարկե ես չեմ սիրում, որ ես փախկում եմ, բայց ինձ նկատում են, բայց դե ամենայն դեպս ես չեմ ուզում բողոքել անկեղծ, այն որ ես ինձ նկատում են իմ հետևորդներ, ես դրա համար եմ անում։ Այն ինչ ես անում եմ միայն դրա համար, որ ես միշտ լինեմ в центре внимания։ Вот, բանել ասեմ։ Կարամ մի բան էլի ես ասեմ։ Ես էլ ասեմ նոր դու թե չէ կարող եմ մոռանալ։ Հա, չկատակում եմ ասա։ Հա, մերսի։ Ինչ եմ ուզում ասեմ ձեզ երեխեք ջան, կարևոր չի ինչա հագնում աղջիկը։ Եթե Կարևոր ինչ հագնում տղան։ Կարևորը իր էներգիան է իսկապես։ Կան աղջիկներ, որ կարող է իրանց վրա եսի միջ փայլուն են վառ շորիկներ հագնեն, բայց մեկը Կարալինի աղջիկ, չէ, իմ ասին կարամ ասեմ, բայց չեմ ասի, ես անգամ չէ։ Կարալինի աղջիկ, որ ուղղակի չգիտեմ, սովորական խուճիճիկներ անի, այսպես, ու մտնի ինչ-որ մի վայր, որտեղ սա ուշադրությունը կարող է իր վրա լինի, կարևոր չի ինչա դա հագնում, հասկանում եք երեխեք։ Կարևորը Մարդը smart լինի, էտա ուզում ասի։ Հա? Да. Пусть будет так. Человек будет человеком։ Լավ, Վենյամ, այսպեսի հարց առաջանում, տես, դու մեկ ասում ես, որ սիրում ես ուշադրության կենտրոնում լինել, մեկ էլ ասում ես, որ տնից դուրս ես գալիս, ուշադրության կենտրոնում ես հայտնվում, դրա համար դու ուզում ես քեզ թաքցնես, հա, ծածկես, ինչ որ դիմակ կրես, որ չճանաչեն, հակասում է իրար մի քիչ։ Համել ես քո վիդեոներից նաև նկատել եմ, որ դու շատ հայտնի հանրային վայրերում, հա, գնում ես նկարում ես քո վիդեոները, բոլորը կողքից նայում են, ու ես անկեղծ կուզենայի այդքան անկոմպլեքս լինեի, ոնց որ դու, որ մեկը սենց գալիս է, երևի չգիտեմ, եթե տեսել եք նրա վիդեոներից, որ մեկը գալիս է կողքից ուղղակի սենց ինչ որ լրիվ չհամապատասխանող այդ վիդեոին դեմքով կանգնում է, բայց իրան ինքը չի հետաքրքրում իրան, ոնց որ այս մոլորակից չլինի այդ պահին։ Ոնց է տենց լինում էլի, ինչի՞ս է հայտնվում այդ հակասությունը։ Այսինքն սիրում ես ուշադրության կենտրոնում լինել մենակ օպերայում։ Հայաթում չէ։ Հեսա մի երկու հատ գաղտնիք ձեզ կբացեմ, որոնց մասին իհարկե ոչ շատերը գիտեն։ Սկսեմ առաջի հարցից, ասում եմ, որ փորձում եմ փախկվել, որ ինձ չնկատեն, բայց չեմ բողոքում, քանի որ ես դա ուզում էի սկզբե, ու անկեղծ դա, ոնց ասեմ, ինձ թվում է մեղք կլինի, եթե ես ուղղակի բողոքեմ, որտեվ ես խնդրում էի դա Աստծուց, ու չեմ համարձակվի, անկեղծ ասեմ, ու ինչա վերաբերվում մարդկանց, որ մոտիկանում են ինձ, նկարվեն, լինեմ ես просто, не знаю, там чучело, бомжонок такой, не знаю, որ ես ինձ չսիրեմ հայլի մեջ ու դուրս գամ, ուղղակի հացի հետևից, ես էլ եմ մարդ, ես էլ կարամ խանութ գնամ, շենքիս հետևը խանութ կա, ուղղակի փոխեմ խանութ ու բարձրանամ վերև։ Նույնիսկ այդ ժամանակ, եթե ես լինեմ просто домашнее, ես չեմ մերժի իմ փոքրիկներին նկարվել իրանց հետ։ Կուկուներին։ Այո, կուկուներ ջան, ոնց եմ ես ձեզ սիրում։ Հիմա ես չհասկացա, դու թաքնվում ես, որ քեզ չնկատեն, թե ամեն դեպքում չէ։ Ուզում եմ ասեմ, եթե նկատում են, ես չեմ կարող իրանց մերժեմ։ Բայց քեզ միշտ նկատում եմ։ Քո պատմածից ես հասկացա, որ դու ինչքան էլ փորձես ծածկես քո արտաքինը, միևնույնն է, մարդիկ տեսնում են ու հասկանում են, որ Վենյանա գալիս եւ միանգամից հայտնում ես ուշադրության կենտրոնում։ Եղել են վայրեր, անկեղծ ասած, որտեղ ես փախկվել եմ, սենց ասեմ, չեմ ասի ոնց։ Եղել է փոքրիկ աղջիկ, որ ինձ նկատել է ու սենց ասում Ой, всё, փախել եմ այդտեղից։ Бывало такое, когда я просто исчезла в моменте. Это был я. Հետո այդ աղջկան երեխային տարան վախ բռնողի մոտ, մինչև հիմա վախը չենք անում բռնել։ Մամայի հաստատինքներ, չէ ինքը չէր։ Ինչ կապված է նկարանման հետ։ Երևի նկատում եք հաճախ վիդեոներ, որտեղ ես գտնվում եմ կենտրոնում, դա լինում է օպերա, հրապարակ, հյուսիսային տարբեր տեղեր, կասկադ։ Դա չի նշանակում, որ դա լինում է ամեն օր կամ էլ տարբեր օրեր, ոչ, ես շատ քիչ եմ երևում այդ ձև վայրերի մեջ, որտեղ կան լիքը մասաներ, կասեմ խի, ես դա նկարում եմ մեկ օրում,
առավոտից մինչև երեկոյան քույրիկիս հետ, операторис հետ, окнаканерис հետ. Все происходит в один день в разной одежде, разной укладкой. Если самые внимательные только могут догадаться, что там один макияж, одни аксессуары, иногда я не меняю, որտեվ իսկապես խառն ենք լինում։ Դա լինում է 1 օրում ու մաքսիմում 2 օրում ենք դուրս գալիս ու всё, то есть ես կորամ, ես գնում եմ Ռուսաստան, ունեմ կոնտենտ, որը որ ես գցում եմ ամեն օր ու չեմ մտածում, որ Հայաստանում չեմ, բայց պետք է ինչ-որ միտեղ գնամ ու նկարեմ։ Ես ունեմ պատրաստի 100 տարվա երևի կոնտենտ, կարամ всё, գնամ պարկեմ տունը ու всё, դուրս չգամ, բայց ես չեմ սիրում пассив կյանք, անկեղծ։ Ես այն մարդկանցից չեմ, ով կարա պրոստը տունը նստի։ Եթե լինում է օր, բայց դա չգիտեմ, լինում է թե չէ, իմ ընկերները ինձնից նեղանում են, որ ես իսկապես կորում եմ իրանց կյանքից։ Յակամ я չկամ, իսկապես տենց է։ Դե շատ դժվար կոնտենտ ունես, ես զարմանում, դու ոնց ես մի օրում այդքանը նկարում։ 100 տարվա կոնտենտ ոնց ես հայքում մի օրում, ես զարմանում եմ, դժվար է, շատ դժվար է։ Ես ու քույրիկս շատ ենք տարբերվում իրարից։ Ոնց ասեմ, ինձ Այս ռակուրսից, տեսակ որ ես մի անգամ ասեմ, «Էս իմ պրոֆիլը չէ, էս իմը չէ»։ Я себе нравлюсь, տարբեր կողմերից նկարեք, я люблю себя такую, какая я есть։ Անկեղծ, ամենայն ազնվությամբ։ Спасибо, Борис։ Вот, դրա համար ամեն վիդեոն մի դուբլից, մարդիկ ով նկարում են իմ հետ, ով աշխատում են մեր հետ, ասում են Վենյա, անկեղծ, տենց մարդ, չենք հանդիպել, որ սենց թեթև գործը գնա։ Պրոստը առաջի դուբլից, մազը ծուռա, ասում եմ, մի հատ նայեմ, մազը նայեմ, ոչ թե դեմքս նայեմ, դեմքս նայեմ, нравится։ И так, то есть всякое я себя люблю։ Спасибо։ Չէ, հարգել այդ օրնի, ասում եմ իմ արտակին այդքան Վենյային դուրս չի եկել, որովհետև ընդհանրապես ես ասում եմ нет։ Вернее, нет, ճիշտ սխալ ես։ Սխալ եմ, հա։ Սխալ, մի հատ սխալ է ինձ անում։ Հիմա մենակ քեզ եմ նայելու։ Շնորհակալություն, տեսնում եք, տեսնում եք ինչ բարձունքների ասա։ Անձամբ ինքը Վենյան խոստացավ, որ միայն ինձ է նայելու։ Չէ, ես ինձ երշակություն չես սպասում։ Լավ, մի էսպիսի արձես եղել է տենց ինչ-որ մաքսիմալ աբսուրդ, սենց տարօրինակ արտահայտություն կամ հարց, որը տվել են կամ գրել են քեզ կամ տեսել են ու ասել են։ Հիշես ինչ-որ միջադեպ նմանատիպ։ Ոյ, վերջերս, եկեք հերու չգնամ, վերջերս տեղադրել եմ մի հատ հոլովակ, որտեղ հայրիկս գնահատում էր իմ նոր երգը Չիկա Բամբիտան եւ մարդիկ զարմանում են, թե խեմ ես իմ հայրիկին կյանք ասում։ Այդ կոմենտները, то есть մի մարդ չի ու կան մարդիկ, որ ասում են, իր հերն է, իր կյանքն է, բայց եթե ինքը չլիներ, ինքներ չէր լինի։ Տրամաբանական է։ Կան մարդիկ, որ իրան ասում են, հա, ճիշտ ես։ Ու ես ասում եմ, ոնց, ես սա կյանքս պապայիս կյանք ասեմ, մամայիս կյանք ասեմ, աղբորս կյանք ասեմ, ու ինձ ասեն դու սխալ ես։ То есть մարդիկ մտածում են, որ խոսքը այնքան ուժեղ է, որ չգիտեմ։ Բա ինձ էիր դու նայելու։ Վայ։ Всё։ Շարունակի, Հոպ։ Ես կարծում եմ, որ դա ամենաաբսուրդն է։ Ուզում եմ ընդրնայեմ։ Всё, я тут։ Դա абսուրդ է։ Քանի որ մեր ծնողները մեր ամեն ինչն են։ Այդ միանշանակ, այո, ես լիովին այս հարցում համաձայն եմ քեզ հետ։ Իսկ papan երկի մասին ինչ ասեց։ Հավանել էր։ Չիկա Բամբիտան։ Գնահատեց, ասեմ, խի ինքը փոքրից ինձ տեսել է տենց ակտիվ, прям, չգիտեմ, փոքրից ես բարել եմ։ Չիկա Բամբիտա ես եղել դեռ։ Այո, Չիկա Բամբիտա։ Девочка бомба։ Որ երկը ինչ որ առումով կամ լիովին քո մասին է։ Այո։ Պապա երաժշտական ճաշակին համապատասխանում է, բայց թե որ քոննա դրա համար սիրում է։ Այո, ինքը միշտ սիրել է լսել ամերիկական երգեր, Շակիրո, Ջենիֆեր Լոպես, տենց, то есть, չգիտեմ, не папа мечта։ Այսինքն քո ընտանիքի անդամների համար քո, այսպես ասած, Instagram-յան եւ հանրային կերպարը, այսպես ասած, կուկուն անսովոր չի եղել։ Անսովոր չի եղել, բայց հիմա իմ աղբերս կա հոլովակ, որը որ դեռ չեմ տեղադրել, քանի որ այնքան կոնտենտ ունեմ, որ հերթի մեջ է։ Ինչպես ասեց Վենյան 100 տարվա կոնտենտ է հավաքում մեկ օր։ Աղբորս ռեակցիան պետք է տեղադրեմ, որը որ հաստատ, չգիտեմ, բոլոր, տենց ասած, հեյթերների մասային համապատասխան լավ իրանց ուզած խոսքերն ասում աղբերս, ոտ, Չիկա Բամբիտայի հետ կապացել է։ Շատ վատ չէ, բայց Есть, որ տարբերվում է մեր մտածելակերպը իմ աղբորս։ Ինչ գետ մեկ adekvat մարդ Վենյայի կյանքում հայտնվել է, այնց որ Դրա համար են աղբորս սաղ սիրում են։ Ինչու՞։ Քեզ չեն սիրում, քեզ են սիրում։ Սիրում են, ոնց երեխեք ջան։ Ոնց կարան չսիրեն։ Մի բան ասեմ։ 580,000
Հետևորդ ունեմ, երեխեք ջան։ Ես ոչ մեկին չեմ ստիպել ինձ подписка տան։ Ոչ մեկին չեմ խնդրում մինչև հիմա ինձ լայքեր дնեն, կոմենտ գրեն։ Неужели вы не понимаете, երեխեք ջան, որ ասում են հեյթերներ ունի։ Երեխեք, բայց հետևորդները ես լցրել եմ, թե ինչ եմ արել։ Կոմենտները, լայքերը ով է նայում։ Դիտումները ով է նայում։ Ես խնդրում եմ ինձ подписка լինել, ոչ։ Դրա համար էլ есть масса, которая мне говорит, երկու բառով հայտնես դեր։ Այ մարդ, չեն սիրում ինձ, բա откуда подписки։ Ես չեմ ստիպել իմ կուկուներին ինձ follow տան։ Понимаете? Իսկ չես կարծում, որ կարող է այդ հետևորդները ավելանում են, նայ, այսպեսի բաներ կա, որ մարդիկ հետևում են որևէ մեկին, որովհետև իրանց համար, այսպես ասած, կոնտենտը trash կոնտենտ է, ու այնքան որ տենց պատմիսկա են տալիս, որ բաց չթողեն նոր բոցերը։ Չի ասի, այդ մարդիկ, ով մտածում են, որ trash կոնտենտ է, իրանք չեն բաժանակ, не подписываются. Они просто следят. Видят, իրանց մոտ միշտ գալիս են վիդեոները, եթե իրանց հետաքրքրում է դա որպես trash դաժե, իրանց միշտ գալիս է իմ կոնտենտը, միշտ իրանց աչքերի դեմ է։ Բայց follow չեն տալիս, content, բայց աուդիտորիա, որ ինձ նայում է, տեսնում է ոնց եմ սկսում բարի լույս, իմ հետ կիսում է իմ օրը, ոնց անցնում իմ օրը, տեսնում է, դա այն մարդիկ չեն, որ զզվում են ինձանից, տենց ասեմ։ Այն մարդիկ են, ով հաճելի է իրանց ինձ հետ։ Вот։ Իսկ դու քո կոնտենտը ինչ-որ առումով, ինչ-որ չափով համարում ես, այդ էլի ճակերտավոր trash կոնտենտ։ Ոչ, կգա ժամանակ, անկեղծ ասեմ, իմ մտածելակերպը։ Ես հիմա ինձ թվում է Հայաստանում опережаю շատերին։ Ուզում եմ ասեմ, հեսա, միտքս շատ առաջադեմ ես։ Եվ ժամանակից առաջ։ Այո, տենց ասեմ։ Ինձ թվում է դա սկսելու է մոտ մի 5-10 տարի հետո արդեն դա նորմալ է լինելու արդեն մարդկանց համար։ Եվ ես ուրախ եմ պրոստը նրա համար, որ ես եմ, լուրջ եմ ասում։ Ինձ թվում է մեկ ուրիշ մեկը, ասեմ, մոտ մարդ, քուրիկս չեր հանդուրժի, սենց չգիտեմ, որ աուդիտորիա, օրինակ քույրիկս շատ է տարբերվում ինձանից, ինքը չի սիրում ուշադրություն։ Իրան որ մոտիկանում են նկարվեն, ինքը կարա ասի, չէ, էլի խնդրում եմ, նիետ։ Վենյան, դուք։ Վերկան քույրդ կա ինչ որ հանրային մարդան է։ Այո, այ որովհետև ես որ ուսումնասիրել եմ, ես հիմնականում տեսել եմ քեզ ու ծնողներիդ։ Ինտերնետային հարթակներում։ Քրոջդ շատ չեմ տեսել։ Կարա լինի, երեխեք, մեզ բոլորը ասում են, օրինակ երկուսով մենք քույրիկ հետ շատ ենք նման իրար։ Օրինակ իր հետ մի հատ կոնտենտ չեք մտածի, գցեք, օրինակ մեկը ունենար սենց քուր, չէ, իրան նման, սիրուն, չի ուզում ինքը, սենց ասեմ, ինքը իրան չի քաշում, то есть ամեն մարդ այս կյանքում ծնվում է իր էներգիայով, իր երազանքի հետ ու գնում է այդ նպատակին, հասնում է շատ հավատքով։ Սենց ասեմ, ես օրինակ փոքրից երազել եմ, էլ եմ ասում, ես սիրել եմ, որ ես պարում էի հարսանիքներին, չգիտեմ, մորքուրներից, ինձ նկարում էին, նույնիսկ այդ վիդեոները ինձ գցում են, ես всё, ура, я звезда, мама։ Փոքրից ես իսկ քուրիկս չէ, ինքը միշտ серый кардинал, всё, она за стенкой, քուրիկս իմ պրոդյուսերս է նաև, Այկան։ Вот։ Լավ պրոդյուսեր է։ Շատ։ Այո։ Հիմա ունենալ էլի կտաս մոտը խորհուրդ տուր ասա, տես ինձ արտիստ էլ կա, եթե ինչ նկատի ունենա։ Կողակից ունես։ Կողակից парень։ Парень։ Не хочу о личном։ Լավ։ Okay։ Պատկերացրու դու ինչի համար էի տալիս ես հարցը։ Պատկերացրու չգիտեմ ունես թե չունես, պատկերացրու որևէ քո կյանքի փուլում մի հատ տղա է հայտնվում, boyfriend, հա, պային, իմ ռուսերեն է, էլի պային։ Որը քեզ ասում է, գիտես ինչ կա, եթե մենք իրար հետ ենք, Վենյա ջան, արի վերջ, ես ինձ դուր չի գալիս քո այս ամեն ինչը, քո այս գործունեությունը մեդիայում, պիտի դադարեցնես։ Ինչ արձագանք կտաս։ Ասեմ սենց, նախ առաջինը ես չեմ ընտրի տենց մարդու, այդ Չէ, մարդը։ ես սիտուացիա եմ ներկայացնում, որտեղ դու արդեն ընտրել ես իրան, սիրը արվել եք իրար, սիրում եք, մեկ էլ եկել է ասում է։ Սիրում ես, ասում ես։ Եթե մարդ սիրում է, ինքը կյանքում չի դնի ինչ-որ վыбор ընտրության տակ չի դնի իր սիրած մարդուն, քանի որ դա չի սերը։ Իսկական սերը նաև, օրինակ ես հիմա ապրում եմ հանգիստ, չէ՞։ Мне круто, прикольно, весело, հանդիպեմ ինչ-որ մարդու, ով ինձ կփակի, հենա մենակ կլինեմ, չէ՞։ То есть мне прикольно одной։ Ես կհանդիպեմ այնց մարդու, ով շատ հետև է նայում ամեն ինչին։ Ինքը չի մտածում, որ օրինակ սենց ասեմ։ Ինքը չի մտածում, որ ավարտուն նախադասությունն է, այդ դեպքում շատ լավ կլինի։ Нет, սենց ասեմ, հեսա ուզում եմ մի հատ միտքս ֆորմուլировать։ Նախ առաջինը ասենք սենց։ Խի պետք է տղամարդը ընտրի նենց աղջկա, допустим, ու իրան զրկի ինչ-որ մի բանից։ Գնա ընտրի սենց խելոք պուպուշիկ աղջկա, ով չունի ինչ-որ երազանք, իր միակ երազանքը
երեխա ունենալը, ընտանիք и так далее, չէ՞, ինքը չունի ես բառը։ Всё։ Իսկ կարծում ես որ մարդիկ օրինակ տես, եթե ես լինեի sense պուպուշիկ աղջիկ, էլի պուպուշիկ եմ, բայց ես ունեմ իմ տարականները ուղեղիս մեջ, չէ՞։ զգացվում է։ Ես ինքը ինձ հանդիպում է, sense ու ինձ արգելում է։ Օրինակ ես լինեի աղջիկ, որ չունի Instagram ու նոր բացեի այդ Instagram-ը ընկերության, ну, когда общалась с парнем, это другое, если бы он сказал, լսի, չէ, արի, մի սկսի այդ գործը, իմ դուրը չի գալի։ Այդ աղջիկը կմտածեր արդեն, լավ, իմ սիրած մարդու դուրը դա չի գալի, չեմ անի։ Բայց երբ որ դու արդեն վառվում ես դրանով, դա է քո էներգիան, դու ծնվել ես, որ դա այդ էներգիան 10 մարդկանց, ոնց կարա այդ մարդը քեզ ուղղակի sense փակի, քո գրակը հանգեցնի։ Տես Վենյա, նոր օրինակ բերեցիր, ասում ես ես զբաղվում եմ իզնով, ես զբաղվում եմ եսով, ես այն մարդկանցից չեմ, որոնք երազանքներ չունեն եւ մտածում են մենակ ընտանիք կազմելու եւ երեխա ունենալու մասին։ Ճիշտ է։ Ասեմ, դա չի նշանակում, որ ես չեմ սիրում երեխա, ես գժվում եմ երեխաների համար ու ես ինձ թվում է ես իմ երեխաներին ուղղակի կուտեմ, լուրջ եմ ասում։ Եթե Վենյա երեխա ունենա, վերցրեք երեխաներին նրա մոտից, որովհետեւ Нет, имел в виду։ Ես դրա մասին չի։ Դե ծովախոզուկներն են տենց որ ձակ են ունենում, ուտում են այդ։ Ինձ կապ չունի ով է այդ երեխան, անծանոթ, գեշ, չնայած գեշ երեխա չկա, աստղով կամ անաստղ, ինչ բերես։ Մեկը սիրում եմ, մեկը քաշում եմ, ու երեխաներն են ինձ սիրում։ Փոքրիկ ուկները զգում են, որ իմ մեջ կա այն էներգիան, որ իրենց կարող է բայց կան վայրեր։ Ես երեխաների մասին արդեն չափից դուրս ջերմորեն ես արտահայտում, մի քիչ ուրիշ կոմ է տանում, մի վախացրու ինձ։ Շատ եմ սիրում իրենց։ Այո, ամոս խնդիրն էլ է դա է։ Հա, բայց գիտես ինչ հարցրեցի, որ պարզաբանես, որովհետև քո ասածից նենց տպավորություն ստեղծվեց, որ որպեսի նորից հեյթի ալիքի չառաջանաս, այդ օրինակը որ բերեցիր ընտանիք ունենալու, որովհետև դա կարա մարդու համար երազանք լինի եւ մարդու կյանքը ոնց որ ինքը տենց պատկերացնի, այսինքն պարտադիր չի որ։ Չեմ քննադատում, բրավո, մոլодцы, ամեն մարդ ունի իր ճանապարհը այս կյանքում։ Ամեն մարդ իմ հետ նայ ինձ։ Ամեն մարդ ունի իր տենց ասած նպատակը։ То есть ես չեմ կարող քննադատել ինչ-որ մարդուն։ Կուկու։ Вот, չեմ քննադատում հակառակը։ Իմ քուրիկը երազում ընտանիք ունենա ու всё։ Ինքը ունի։ Դու մի վարքան, կներես որ ընդհատում եմ։ Անընդհատ որովհետև նենց ես խոսում, դու տենց բանի մասին չես պատկերացնում, սա ասել անցնենք առաջ։ Երեխեք, կարող է ես մի ամիս հետո ամուսնանամ։ Ես չեմ ասում, որ ես չեմ ամուսնանա, մինչև 30 տարեկան ջեմ կմնամ, սենց են ասում։ Ջեմ չէ։ Խաշ։ Нет, что-то другое. Тут. Что-то другое մտածեք, երեխեք։ Թթու։ Ես դեռ ձեր համար կակոյնիբուց մուրաբա չեմ։ Վայ։ Տեսեք, կարող է մի ամիս հետո ես որոշեմ, որ всё, օքեյ։ Բայց դա չի նշանակում, որ ես կարիերան փակում եմ։ Ոչ, ես չեմ հանդիպի այն մարդուն, ում հետ ես կկարողանամ թողնեմ այս իմ սիրած գործը։ Ոչ։ Ամեն դեպքում ոնց ասած Ամեն գործը դեպքում առաջնային նենց չի ես չեմ երազում։ Ամեն աղջիկ ինձ թվում է երազում է գտնի նաև տղաներ, իրանք երազում են գտնեն իր կեսին ու լինեն իրար համար պրոստը մինչև վերջ, մինչև կյանքի վերջ։ Ես չեմ փախնում դրանից, ոչ, Աստված գիտի երբ է ինձ դա պետք։ Ես չեմ քննադատում մարդկանց, ով մտածում են, որ всё, ամուսնանամ, փառք Աստծո։ Եթե դու հանդիպում ես այն մարդուն ու որ իր հետ քեզ հանգիստ է, դու մտածում ես всё, կյանքդ ապահովված է, всё, դու ունես մարդ եւ դա ամենակարևորն է հիմա։ Ունենալ նենց մարդու, որ իսկապես դա քո համար չլինի ուղղակի կին կամ չգիտեմ, դա լինի քո համար ուղղակի ընկերուհի։ Ինչա նշանակում ունենաս նենց մարդու, որը չլինի քո համար կին։ Ну, допустим, տղամարդը, չէ, допустим, ինքը մտածում է, չի մտածում հիմա, հիմիկվա տղաները չեն մտածում ուղղակի կին ունենան։ Իրանք փնտրում են իսկապես աղջիկա, ով կլինի իր համար համ ընկեր, համ մայր, просто всё в одном։ Սխալ է, այսինքն դա քո կարծիքով, թե ճիշտ։ Ոչ, դա ճիշտ է։ Հա, որովհետև ես ու քսեն։ Օրինակ հիմա տղամարդկանց էլ չես կարող մեղադրես, քանի որ շատ դժվար է իսկապես գտնել իրար։ Իրականում հարաբերությունների մեջ շատ կարևոր բան է, որ ընկերներ մնան, էլի, հա։ Իհարկե, անպայման, բայց դա իսկապես նենց բան է, որ просто քոնը քեզ կգտնի։ Իրակից տենց է։ Ման չգամ։ Ման մի արի, ոչ։ Просто հավատա։ Просто ոչ թե հավատա, այլ վստահի։ Վստահի Աստծուն, որ կգա ժամանակը ու իսկապես դու էլ չես հասկանա ոնց։ Նենց եմ պատմում, ոնց որ բլին, չգիտեմ, հետևումս մի 5 հատ երեխա կա, տենց ծյոճայի պես խորհուրդներ եմ տալիս։ Իրոք հիմա ոչ մեկին, ոչ աղջկան չես կարող մեղադրես, ոչ էլ տղուն։ Հիմա շատ դժվար է իրար գտնելը։
Օրինակ ես ուզենայի անկեղծ եմ ասում, ահա, այս թեմայի իմ ադվետը, չէ՞ որ իբր թե ես փախնում եմ այդ ընտանեկան թեմաներից, ոչ։ Եթե ես ուզենայի իսկապես ես կարող եմ 2 տարի, մի տարի, դաժե մի ամիս հետո առաջ մի ամիս առաջ, մի տարի առաջ ամուսնացած լինեի, երեխա ունենայի, բայց ոչ, ես մտածում եմ, ես չեմ ուզում որ դա լինի, սենց ասեմ, ժամանակավոր, երեխեք, ես ուզում եմ որ դա լինի մինչև կյանքիս վերջ։ Դրա համար ես չեմ ուզում շտապել։ Ես վստահում եմ Աստծուն, վստահում եմ որ դա կգա։ Այդ տեսակ շատ ճիշտ բան է, ես էլ եմ կարծում, որ ընտանիք կազմելը շատ պատասխանատու բան է եւ երբեք պետք չի շտապել այդ հարցում, որովհետեւ դա նենց քայլ է, որ պետքա լինի ամբողջ կյանքի համար։ Այո, տերում ես արդեն քեզ եմ ցիտում, Վենյա։ Տերում ես։ Ընդամենը մի ժամ այն շփվում ենք։ Լավ, ծնողներդ էլ են չէ՞ զբաղվում կոնտենտ ստեղծելով, հա, բլոգինգով, իրենց էլ ենք տեսնում Instagram-յան եւ TikTok-յան հարթակներում։ Քեզնից են ոգեշնչվել, թե իրանք այտենց բաների մեջ կային արդեն այտենց սիրում են։ Ծնողներս ասելով մայրիկս ինքը ինպես սիրում է ուշադրություն, ինքը ինպես միշտ, то есть ես երբ որ վարում էի Instagram-ը 2017 թվին, ես իր այդ տելևիդեոներ նկարում, երբ որ մենք ես էի իրան կսվածում, ինքը ինձ էր կսվածում, то есть մենք միշտ միասին ենք եղել, ես ու մայրիկս, տեսեք, ես ու քույրիկս չէ, ես ու մամաս։ Ոնց որ ես իմ մամային եմ քաշել էլի այդ էներգիայով։ Ուզում եմ ասեմ, հայրիկս ինքը ոչ թե դեմ է, ինքը չի սիրում դա, բայց հանուն իր կնոջը, հանուն մեծ սիրո հանդուրժում է դա։ Բաբջան կներես։ Մենակ հայրիկն է ընտանիքից դեմ, թե ինքը դեմ չի, ոչ թե դեմ, այլ ուղղակի չի սիրում որ նայեն իրան, չի սիրում որ նկարվի, նամանավանդ մաման ինպես չի առաջի դուբլից, 100 դուբլ, պապան ասում է չէ, էսի վերջինն է, բայց մեկը վերջինը չի, բայց դա հանդուրժում է հանուն մայրիկից։ Լավ, իսկ Վենյան, հա, որ մի հատ փորձի կողքից քեզ նայես, կուկուն։ Կոնե որ ասում աղջիկ, այսինքն, TikTok-ի աղջիկը։ Դա ճիշտ է։ Հա, երբ որ այս ամենից հետո տես դու նայ, փորձեցիր ասենք բլոգինգը, չգիտեմ, դերասանությունը, երգը, լավ էս ամեն ինչը որ անցնի էս ալիքը։ Ինչով կզբաղվես։ Ասեմ, այդ հարցը ինձ շատ հաճախ են տալիս, չէ, էսի խեյթերները, այլ նույնիսկ այն մարդիկ, ով քիչ են ինձ ճանաչում, կոմենտներում։ Շատ ակտիվ աուդիտորիա են, ես տենց ասեմ։ Եթե TikTok-ը փակեն, ինչ ես դու անելու, ասեմ, 14 տարեկանից, ովքեր չգիտեն, ես աշխատում եմ։ Ես գնում եմ խոպան, ես խռում եմ ասֆալտ, նենց։ Ես աշխատում եմ մեյքափ արտիստ ու վարսավիր։ Դա ես շատ եմ սիրում, իսկապես, բայց ոչ շատ այս գործից։ Ես աշխատել եմ սալոններում, 17 տարեկանից ունեցել եմ իմ աշակերտները, 2022 թվականին շահել եմ մարաֆոնում, թռել եմ Մոսկվա Գորավետիսյանի մոտ, սովորել եմ իր մոտ, միջև այդ ես вообще самоучка էի, բայց նույնիսկ այդ ժամանակ ես ունեի իմ աշակերտները։ Լավ, փողեր էի աշխատում, բայց իմ սրտի գործը, прям սրտի գործը, սա է։ То есть այնքան եմ փորձել ինձ ամենտեղ, հա, մի հատ այդ հարցից պատասխանեմ։ Սիրելիներս, նույնիսկ եթե Instagram-ը փակեն, YouTube, TikTok, когда-то, что точно невозможно, мы этого не хотим на самом деле, ես հաստատ կունենամ իմ գործը, այն ինչով ես զբաղվում եմ մինչև այդ, կտրում էի մաս, աղջկա, կանած, ներկում էի մազերն, то есть մի հատ պատմություն պատմեմ երեխեք, 14 տարեկան ես միշտ երազել եմ դա պատմեմ, թող էս լինի դեբյուտը, ես ուզում եմ դա իմ հոլովակում պատմեի։ Դեբյուտ ենք լսում։ Ուզում եմ ռիլ նկարի, բայց քանի որ խոսում ենք այդ թեմայով, միշտ Ой, опа-на. Так, смотрите, начну с этого. 14 տարեկան էի։ Մենք փոքրից սովոր չենք ծնողներից փող խնդրել։ Կտան, կարող ենք նույնիսկ հետ տանք, բայց փոքրից մենք սիրել ենք աշխատել, օգնել ծնողներին։ Այո։ Նույնիսկ եթե հայրիկս փող էր տալիս մեզ, որ ընդմիջմանը մենք ինչ-որ մի հատ բուլուչկա առնենք, մենք դա հավաքում ենք ու նվերներ ենք նվիրում ծնողների ծնունդին, արդեն մարտի ու там так далее։ Вот. 14 տարեկան դարձա, 13-ում սովորեցի վարսավիր, տղամարդու կանացի եւ կոլորիստը։ Ինչ? Կոլորիստ, մազներկով։ Вот. Աշխատեցի, հետո ասեցի ընդունվեմ սալոն։ Ընդունվեցի սալոն,
մի 2 ամիս աշխատեցի ու իսկապես ինձ փողեր է աշխատում երեխեք, որ ինձ թվում է նույնիսկ եթե ես հիմա սա թողնեմ ու այդ գործով զբաղվեմ, այն փոքրիկ քաղաքում, որտեղ ես աշխատում եի, դա պրոստը ոչ թողի երջանկացնել ինձ ու իմ ծնողներին։ Որ քաղաքում էր աշխատում։ Չես իմանա։ Точно не знаешь. Բուզուլուկ։ Հա, չէ, գիտեմ, ոչ չգիտեմ Բուզուլուկը։ Գիժ ես։ Չլուրջ։ Հա, բա։ Չլուրջ։ Ասենք ժողովուրդ կամ արդիկ որ այդ քաղաքը չգիտեն, ինձ շատ է հետաքրքրում ասենք, ինչի՞ց ես վերցրել որ չգիտեն Բուզուլուկը։ Вот, Մենք ամեն տարի դեպ գնում ենք հանգստանալու Բուզուլուկ ընտանիքում։ տեսեք, այդ սալոնը, քանի որ Հա, հավատամ։ Այդ սալոնը, քանի որ, հիմա սաղ տեղեր է տենց, չէ, որ մարդ տեսնում է, նույնիսկ արենդադատել, միտեղ վարձով ես ապրում, թեկուզ վարձով ինչ-որ տեղ ես, խանութ ես բացում, մարդ տեսնում է, արենդադատելը տեսնում է, որ լավ է գործդ գնում, կարող է արենդան բարձրացնի, չէ, նույնն էլ այդ կնիքը, այդ կնիկն էլ էր Վարսավիր, իմ հետ միասին, хозяйка этого салона, могла бы я ее имя дать, конечно, но не буду, оно чем-то, չի հասնի մեկը։ Ինքը նկատեց, որ այս փոքրիկ աղջիկը ոնց, ինքամ հասնում է գրքերով գաստեղ, սովորի, հետո հաճախորդ ընդունի, լավ փող աշխատի, ոչ։ Ինչ ինքը իմ գործին խփի, ես իրան քանեմ սալոնից։ Հանում է, իսկապես այդ ժամանակ ես լացել եմ от несправедливости, несправедливость, անարդարություն։ Քանի որ ասում եմ, ես մեղավոր եմ, որ ես փոքր եմ, ասում եմ, դու չպետք է գաս տեղ գրքերով, աշխատես ու им գործին համել խփես, типа ты мне мешаешь, ты моих клиентов забираешь и так далее։ Բայց գիտես, մյուս կողմից լավ է, որ հասկացել ես այդ անարդարությունները, տեսել ես մանկությունից, այն ժամանակվանից ես պատկերացնում եք 13 տարեկանից ուժեղ եմ։ Ու ինձ հիմա ձեր կոմենտը ինչ որ մի հատ կոմենտ կարա ինձ կոտրի։ Դուք ով եք եղել ախր որ ձեր կոմենտները կոտրեն Վենյային։ Մեկ փորձեք անգամ, մի փորձեք։ Միևնույնն է չի ստացվելու։ Իսկ լավ է սովորել իդեպ գրքերից խոսեցի։ Շատ։ Դպրոցում լավ է սովորել։ Շատ լավ եմ սովորել, ունեցել եմ 2 հատ կարմիր դիպլոմ։ Որտեղ ես, ինչ ես սովորել։ Ֆինանսիստ։ 2 դիպլոմներ։ Да, финансовое образование у меня։ Հասկացել ես։ Բանկում եմ աշխատել։ Աշխատել ես բանկում։ Հա։ Ինչքան բանոց հասցրել անել։ Ասում եմ, դու հարցրա хирургом, конечно, я не была, не успела, но может быть когда-то կյանքս արժևում է։ Կարող է sense միանա ու դառնաս խիրուրգ։ Պատկերացնում եք։ Խիրուրգը դա представляешь։ Վենյան դառնա խիրուրգ։ Ինչ որ մեկի քիթը մեջքին կպցրած գալիս է։ Вот, այդ կնիկը ասեց, не устраивает, գնա տուն, всё, կմեծանաս, կգաս։ Անցան տարիներ, 3 տարի անցավ, արդեն ես սկսեցի վարել Instagram-յան էջ, մեր քաղաքում միակն է, որ ունեի 6000 հետևորդ, ну представляете, այդ փոքր թիվ չէ, երեխեք 2017 թվականին։ Էնել։ Вы представляете, փոքր թիվ չի։ Էնել մեր քաղաքում։ Հա չեմ ասում, որ դա փոքր քաղաք է, բայց իմ սրտի քաղաքը չի, моя это просто, ну не знаю, там мегаполисы и так далее. Это маленький город, там очень спокойно. Чем Канадатум, Мартик Ջան։ Միկրո մարդկանց վրա ախր անգլիզ լսում են, ինչ ես գորում։ Вот. Ասում են տարիներ այդ կնիկը կապնում է ինձ հետ, ասում է вернись к нам, у нас здесь есть место, тебе մենք քեզ առանձին նույնիսկ կաբինետ կտանք, արդեն առանձին կաբինետ։ Вот, արդեն ես իրան չեմ խանգարում։ Դա էլի գնամ երի արի սիրեմ, գրիվ այդ վիճակն է։ Пока. Вот, это я всегда хотела рассказать. Խեմ ստեղ պատում, քանի որ դա այդ թեման բացվեց։ Դե չկարող է մի օր պատմեի։ Вот, այն հարցը որ դու տվեցիր, մի հատ կկրկնես կարմիր դիպլոմներ, չէ։ Չէ, ասի որ ես աղջիկը պետք է սովորի, ասեմ։ Բայց ես չեմ քննադատում այն մարդկանց, ով մտածում է, որ կյանքում դա պետք չի գա։ Ինձ պետք չեկավ անկեղծ։ Ես բանկ ընդունվեցի, ես ինքս դուրս եկա։ То есть իմ սրտի գործը չէր դա։ Ինչ էիր աշխատում բանկում։ Այդ կարմիր դիպլոմները просто как менеджер։ Չէ, որ պատկերացնեմ գործունեությունը բանկի մենեջերի Да, я все понимала, я даже помогала девочкам, с которыми я училась, то есть ես այդ աղջիկներին օգնում էի։ Չէ, բայց կոնկրետ ասենք ինչ, օրինակ նայ, իմ պատկերացումով ես բանկի միակ աշխատողը որ տեսել եմ, այդտեղ պատուհանների մոտ նստած հիմնականում աղջիկ կամ տղա, որ ինչ որ հարցերով օգնում են, իսկ մենեջերը ինչ անում բանկում։ Смотрите, я была помощником, я так скажу, менеджера, но я считаю себя тем же самым, потому что ես իրա ոնց որ Իրա գործը իրա տեղը անում է, самое կարելի է ասել։ Բայց ինչ էիր անում։ Ասենք չգիտեմ, օգնում էր թղթերի Ինչ էի անում։ Այ մարդ մի շաբաթ աշխատեցի, դուրս եկա, ինչ ասեցի անեմ, օգնում էի։ Օգնում էի практикантам, вот, которые практику у нас проходили։ Вот, ինչ կապված է կարմիր դիպլոմների հետ։ Դա աղջիկներ ջան, եթե սովորում եք, սովորեք ձեր համար։ Ես սովորել եմ ծնողներիս համար, իրանց հպարտության համար, вот։ Դա ինձ պետք չի եկել, մաքսիմում իրոքից եմ ասում, չեմ փոշմանում, բայց իմ երեխաները եթե չուզենան սովորել,
աղջիկներս, ну, блин, это надо. Օրինակ ես չեմ փոշմանում, որ հիմա որտեղ ես мտնեմ, հաստատ գրագետ կխոսամ։ Հիմա իմ հայրենին դու տենց մի նայի, в России в каждом уголке я точно найду то место, где просто я смогу просто свою любую мысль донести так четко и грамотно, что просто скажет вау. Բանկում ասում էին վաու։ Բանկում մի շաբաթ եմ աշխատել, այ մարդ։ Всё, ֆիքսացիք այդ բանկին։ Չէ, իդեպ ուզում եի ասել այդ մասին, որ ամեն դեպքում ինչքան էլ որովհետև շատ-շատերն են, չէ, լինում է որ սովորում են, ավարտում են ու այդպես էլ չեն աշխատում են մասնագիտությամբ, որով սովորել են, բայց միանշանակ ընդհանուր զարգացվածություն ունենալու համար ես կասեմ նույնիսկ պարտադիր է սովորելը։ Ու սովորել ոչ են առումով, որ գնաս ինչ-որ բուհ ընդունվես, այդտեղ ավարտես, մարդիկ կարան ինքնուրույն էլ սովորեն շատ բաներ եւ լինեն զարգացած։ Այո։ Իսկ ասում ես որ բուհում ես սովորել? Ռուսաստանում ես սովորել թե այստեղ։ Ռուսաստանում ոնց է կոչվում։ Сбербанк։ Չէ, որտեղ որ սովորել ես, ֆինանսիստ։ Финансовый колледж։ Ֆինանսовый просто տենց է կոչվում, անվանվել։ Финансово-экономический колледж, города Бузулук։ Գորոդա Բուզուլուկ։ Да, город Бузулук։ Լավ, ոնց ես դու պատկերացնում Վենիային, քանզի ասում ես, որ շատ մասշտաբային ես մտածում, մի մոտավորապես 10 տարի հետո, այսինքն ինչ է լինելու, ոնց է լինելու, ինչով է զբաղվելու։ Երկու բառով։ Երկու բառով։ Հենց կոնկրետ երկու չէ, կարած 4։ Այդ աղջիկը, որ երազում էր միշտ, ամուսնացած կլինի արդեն, թե չգիտես։ Ամուսնացած կլինի 10 տարի հետո, конечно, даже բալիկ էլ կունենա հաստատ։ Ինքը լինելու առաջի աղջիկը, ով покорила весь мир։ Ալեքսանդր Մակեդոնացուց հետո, ուրեմն Վենյան, հա, եւ նաեւ Չինգիզ խանից հետո, ուրեմն Վենյան ամբողջն է բայց գրավելու, հա, իրանք չձգեցին էլի այդքան, ոնց որ չերիք էս թափները, բայց Վենյան ամբողջ աշխարհն է գրավելու, ոնց հասկանում ենք։ Իսկ հեչ պատկերացրել ես, որ բանը շատ վատ բան եմ ասում, Աստված հերու պահի, բայց որ հուղարկավորության ժամանակ ձեռքի հետ այսպես դագաղից դուրս դրած լինի, որ ասես, տեսեք, մարդիկ ես ոչինչ չեմ տանում ինձ հետ էս։ Սուտ աշխարհից։ Չէ, չես պատկերացրել։ Բայց այդ performance-ը կանես էլի, երբ որ գրաված լինես աշխարհը, հա, հետո այդ պահին կհիշես, որ ես խորհուրդ եմ տվել, կգնահատեն հաստատ սերունդները։ Այնքան վիդեոներ ունեմ փոքրից դեռ 10 տարեկանից, որ կան հաստատ պահած են այդ случаի համար։ Առաջի աղջիկը ոչ թե, конечно, я неправильно сказала, դա դրանից որ ես շատ արագ եմ մտածում ու չեմ հասցնում մտածել, ես սիրում եմ մտածում ու չես հասցնում մտածել։ Էմոցիոնալ եմ դրանից է որ ես ասում եմ ու потом такая думаю, окей, эс бара пропустила, հենց այդ բառից է սա կախված։ Չէ, բայց այդքան մի լարվի, որովհետև մենք հասկանում ենք քո կրթությունը ռուսական է ու ինձ չի թվում տենց քո խոսքի պահ որը դու հասկանում ես բարիս։ Հա, ես լիովին։ Ինձ թվում է բոլորն էլ հասկանում են, հասկանում եք, չէ՞։ Ինձ եմ հարցնում ոնց որ էսա ասելու են, հա, բայց չէ, լրիվ հասկանալի է մի լարվի այդքան։ Դինել եմ առաջի աղջիկը Հայաստանից, ով покорила, еще раз скажи։ Գրավել է, այսպես ասած։ Ով գրավել է ամբողջ աշխարհը։ Առաջի աղջիկը Հայաստանից։ Բրավո, բրավո, տենում եք։ Ստոպ։ Երկու բառով դարձավ հայտնի ամբողջ աշխարհում։ Երկու բառով։ Այսինքն Բլից հարցերի անցնենք ու մոտենանք արդեն մեր հաղորդման ավարտին։ Լինել անհայտ, ոչ ոք քեզ չճանաչի, չլինել ընդհանրապես ոչ մի հանրային հարթակում, բայց լինել ահավոր հարուստ, թե ամբողջ կյանքում ապրել շատ համեստ եւ ասենց համեստ կյանքով ու լինել հայտնի։ Որը կնախ։ Այդ հարցին ես կպատասխանեմ սենց։ Եթե ես լինեի ամենահարուստ աղջիկը, նույնիսկ, չգիտեմ, ունենայի ամեն ինչ։ Դա չէր լինի տենց հետաքրքիր, քանց թե այս ճանապարհը, որով ես գնում եմ, հավատալով ինձ ու Աստծուն եւ ինձ, իմ ուժերին, դա դրանից վեր բան չկա համար։ Չկա, չէ։ Շատ լավ, Instagram թե TikTok։ Instagram, իսկ կուկու թե այսինքն որ ֆրազն ես ավելի շատ սիրում։ Ախ, այս ինչ դժվար ընտրություն է։ Ձյուն դու ինձ երկիշ քո երկը ու թող որ հա կներես ես ուղակի բան պաուզա ապայեցի միջով մտածես դու։ Ինձ թվում է ախ տեսեք ինչ էմոցիոնալ շատ դրամատիկ ախ ինձ հարց տվեցրի սրա շուրջ տես չեմ կարող բան պատասխանել։ Ախ չգիտեմ ծերի ինչ է որտեղից եւ ինչու է սիրտը իմ հանում հունից։ Երևի կոկո։ Շատ լավ։ Դե ինչ մի հատ էլ մեր հետևորդներին մի քանի բառով մի հատ ես բոլոր հյուրերին խնդրում եմ որ սենց ինչ որ դրական էմոցիա, դրական լիցք մի հատ լավ բան ասեն, ոնց որ դու ի սկզբանե հասկացել ես, հա, երևի ուրիշ տեղ չէի նայում, որովհետև մեր հետևորդները այստեղ են ու այստեղ կարաս իրանց սենց նայես ու մատ անկեղծ որևէ բան փոխանցես։ Այստեղ նայ։ Երեխեք ջան, առաջինը կասեի վերջում խոսում ենք երազանքներից, ուզում եմ ասեմ անհնարին ոչինչ չկա։ Դու մնյա ոնց կաս։ Ու կյանքում
Դու մնա ոնց կաս։ Հա, դու մնա։ Մնա։ Պրոստը հայերենում միակ знак չկա։ Լավ։ Միշտ հավատացեք ձեզ։ Նույնիսկ եթե ձեզ ասում են, որ դուք դրան չեք հասնի, իրանք մտածում են, որ իրանք այդ մի բանին չեն հասնի։ Դրա համար էլ տենց կարծիք են ասում։ Դուք, եթե ձեզ գալիս է ինչ-որ միտք, մի սպասեք ինչ-որ մեկի այոին։ Սկսեք, որտեվ դա այդ միտքը գալիս է միայն ձեզ եւ հիմա։ Всё, действуйте։ Ով եթե ոչ դուք։ Ես ես շատ եմ սիրում իմ կուկուներ։ Դե ինչ, ժողովուրդ միշտ հավատացեք ձեր ուժերին, ինչպես ասում եմ Վենյան, միշտ երազեք եւ գնացեք առաջ, արեք այնինչ ուզում եք, որովհետեւ ոչ ոք չի կարող ձեզ ասել, որ դուք չեք կարող, մասշտաբային մտածեք, իսկ մենք ձեզ հետ կապի մեջ էինք։ Bye bye։ Շնորհակալ եմ շատ հաճելի զրույց էր։